Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք գտնվում ենք Երևան քաղաքում, որտեղ եւ կանցկացվի բիլիարդ մարզաձևի մրցաշար։ Հիմա գնանք ծանոթանանք կազմակերպիչների, նախաձեռնողների եւ մասնագետների հետ։ Գնացինք։ Բիլիարդի պատմությունը շատ հին է։ Այդ խաղը զարգացել է հիմքում ունենալով կրոկետը հիշեցնող մի խաղ, մոտավորապես 15-րդ դարից սկսած հյուսիսային Եվրոպայում, հավանաբար Ֆրանսիայում։ Խոտածածկի վրայից խաղը տեղափոխվեց սեղանի վրա։ Սեղանի բոլոր 4 կողմերը շրջափակված էին ցածր կողերով, իսկ երկար կողերի անկյուններում բացվել էին ցանցակալված 6 անցքեր։ Գնդերին հարվածում էին հատուկ ձողափայտերով, զարկաններով, որոնք ունեին հաստ գլխիկ։ Բիլիարդ բառն առաջացել է կամ ֆրանսերեն բիլիարդ բառից, որը փոքր ցցի անվանում է, կամ բիլե գունդ բառից։ Սկզբում խաղում էին 2 գնդով մի սեղանի վրա, որն ուներ ցանցակալված 6 անցք եւ 1 օղագոտի, որը հիշեցնում էր կրոկետ խաղի դարպասը։ Սեղանին կար նաև փոքր ցից, որը ծառայում էր որպես թիրախ։ 18-րդ դարում օղագոտին ու ցիցը վերացան։ Մեզ հասած տեղեկությունների մեծ մասը վերցվել են թագավորների եւ նրանց մերձավորների մասին պատմություններից։ Խաղի կանոններն առաջին անգամ մշակվեցին Անգլիայում, որտեղ կային շատ քիչ թվով քաղաքներ, որոնք չունեին հասարակության համար նախատեսված բիլիարդի սեղաններ։ Այս միջոցառումը ինքնաբուխ միջոցառում է, գաղափարը ծնվել է շփումների ընթացքում Բելարուսի դեսպանի գաղափարն է եղել իմ տեղեկությամբ, որը դարձել է իրականություն մեր նախարարության միջոցով, պարոն Գիլոյանի իհարկե անմիջական մասնակցությամբ, պարոն Գիլոյան գաղափարը Բելարուսի դեսպանի գաղափարն է։ Նախաձեռնությունը իրենն է, մենք միացել ենք, մենք շատ բարձր գնահատեցինք այդ գաղափարը, իր բովանդակությունը եւ սրանք շատ կարեւոր միջոցառումներ են, որպեսզի լինեն նաեւ ոչ ֆորմալ շփումներ սպորտային, ոչ պրոֆեսիոնալ, բայց սպորտային։ Խաղաձողն ի հայտ եկավ 16-րդ դարի վերջում։ Երբ գունդը գտնվում էր սեղանի կողին շատ մոտ, գլխիկի մեծության պատճառով զարկաններով հարվածելը չափազանց անհարմար էր։ Այդ դեպքում զարկանը շրջում էին եւ հարվածում բռնակոթով, որը կոչվում էր քիեու, անգլերեն հերթ պոչ բառից։ Ահա այստեղից էլ անգլերեն քի բառը։ Երկար ժամանակ խաղացողը թույլատրվում էր օգտագործել միայն տղամարդկանց, իսկ կանայք խաղում էին գլխիկավոր զարկանով, քանի որ վախենում էին, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փայտի սուր ծայրով կարող են պատրել թանկարժեք մահուդը։ Սկզբում սեղաններն ունեին ուղղահայաց կողեր, որոնց միակ նշանակությունը սեղանի վրայից գնդերի դուրս թռչելը կանխելն էր։ Դրանք հիշեցնում էին գետի ափերը եւ կոչվեցին ափեր, banks։ Սակայն խաղացողները հայտնաբերեցին, որ գնդերը կարող են անդրադառնալ կողերից եւ սկսեցին օգտվել այդ հայտնագործումից։ Այստեղից էլ անգլիական bank shot տերմինը, որը նշանակում է հարված անդրադարձ կողից։
первую очередь будем делать жеребьевку, чтобы узнать, кто с кем будет играть. Будем играть, как на олимпийских системах. На первый проигрыш будет выбивание. Давайте уже начнем. Александр Владимирович. Բիլիարդի սարքավորումը սկսեց շատ արագ զարգանալ 18-րդ դարում։ Գնդի և խաղացողի միջև շփումը նվազեցնելու նպատակով սկսեցին օգտագործել կավիճ։ 1827 թվականին խաղացողի հարվածային մասին հարմարեցրին կաշվե ծայրադիր, որը թույլ տվեց կատարելու ոլորահարված։ Այդ հայտնագործության հեղինակը ֆրանսիացի ականավոր բիլիարդիստ Մենգոնն էր։ Շնորհիվ կաշվի այդ փոքրիկ կտորի նրա խաղը հասավ վարպետության մեծագույն բարձունքների։ Նրա ցանկությամբ գունդը պտտվում էր, շարժվում զանազան կորագծերով, ինքն իրեն կարծես կանգնում, ապա հետ էր դառնում, թռչում մյուս գնդերի վրայով։ Քանդովի խաղաձողը ստեղծվել է 1829-ին։ Սեղանները մահուտով պաստառապատելու տեխնոլոգիան սկսեց կիրառվել 1835-ից։ 1839 թվականին հայտնագործվեց ռետինի վուլկանացումը և սկսած 1845-ից սեղանի կողերը սկսեցին պաստառապատվել ռետինով։ 1850-ին բիլիարդի սեղանը գործնականորեն ընդունեց այն տեսքը, որն ունենք այսօր։ Я очень благодарен Министерству спорта, культуры Армении, что они откликнулись на нашу инициативу. Я не скрываю, что это была инициатива посольства Республики Беларусь. Я уже говорил сейчас на открытии, твердо убежден, что если мы будем в этот период так называемой пандемии еще и по квартирам сидеть, по диванам и кроватям, то еще хуже заболеем. Надо, чтобы было движение, надо, чтобы был, как сейчас говорят, драйв. Ну, а бильярд – это очень серьезный вид спорта, который требует и интеллектуальных напряжений, и физических. Не так просто провести турниры. Я по себе знаю, я, в общем-то, играю в Беларуси в эту игру. И считаю, что это очень хорошее мероприятие, которое мы сегодня проводим. Мы предложили несколько ограниченный формат, но он был поддержан. Практически мы ограничились Евразес, вот этим сообществом. То есть участвуют 4 посольства России, Беларуси, Казахстан, Туркмения, ОДКБ, университет, наш торговый дом «Арбе», армяно-белорусский торговый дом, управление пограничных войск ФСБ и Дом Москва в Армении, команда Дом Москвы. Это только начало. Мы вообще намереваемся в ближайшее время провести турнир по настольному теннису. Это тоже наша инициатива. В первую очередь я бы хотел спасибо выразить большую благодарность организаторам за то, что у нас есть возможность так поиграть. Потому что с учетом всей работы и всего не всегда такое получается. Ну и, конечно, очень приятно. Победа все-таки еще и первая. Но я думаю, главное, победить должна дружба.
ուրեմն մենք պարոն դեսպանի հետ, Բելարուսի Հանրապետության դեսպանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք, մի անգամ խաղացել ենք այստեղ, ինքը այս տարբերակը շատ լավ է խաղում, ես Սիբիրյան բուրգի մասնագետ եմ, ինքը ուղղակի բուրգի, ես ընդունեցի հյուրի հրավերը ու խաղացի բուրգ, հաղթել է ինքը շատ խոշոր հաշվով ինձ, բայց հետո առաջացավ գաղափար վերածել մրցաշարի, որովհետև այսպիսի մրցաշարերում ձևավորվում են մարդկային կարգին լավ հարաբերություններ եւ հետո այդ հարաբերությունները տեղափոխելով աշխատանքային դաշտ շատ ավելի լավ արդյունք է ստանում։ Ես անմիջապես համաձայնեցի կազմակերպել, նախաձեռնությունը իրենն է, կազմակերպումը մերը։ Հիմա տեսնում եք ինչ խանդավառությամբ են մարդիկ հավաքվել, այստեղ չկա մեկը, որ եկել է պարտվելու, բոլորն եկել են հաղթելու։ Տեսնենք հաջողությունը ում կուղեկցի, որտեղ բիլիարդում բացի եւ ինչպես նաեւ կյանքի բոլոր բնագավառներում բացի ամեն ինչից նաեւ շատ կարեւոր է հաջողության գործոնը։ Ես բոլորին հաջողություն եմ մաղթում ու թող հաղթի ուժեղագույնը։ Հայկական կողմը ով է ներկայացնում։ Նախարարությունից մենք 3 հոգով ենք խաղում, ավելի ճիշտ 4 հոգով, մեկին տվել ենք ՕԴԿԲ-ին, որ թիմը լրանա, ես Նաիրի Արությունյանը, Վահրամ Գասպարյանը։ Բայց այսպես ընտրություն չենք կատարել, ուղղակի որոշել ենք խաղալ, որովհետև սա ի վերջո բարեկամական մրցաշար է։ Երբ որ արդեն լրջանա ամեն ինչ կմարզվենք ու ավելի լուրջ կմասնակցենք։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Ваше пожелание. Всем участникам игры удачи, это здоровье, это спорт, это взаимопонимание между народами, будем так говорить. Вы представляли Беларусь, да. Я вообще участник выставки, которая проходит сейчас у вас в Армении. У нас есть торговый дом Арбе, вот у них было 2 человека, я напросился 3-м, поэтому команда в полном составе поддерживаем Беларусь. Спасибо. I came from the mud. There's dirt on my hands. Strong like a tree. Տասնմեկ հետաքրքիր փաստ բիլիարդի մասին։ Առաջին.
Բիլիարդի նմանվող խաղի մասին տեղեկություններ կան դեռևս մեր թվագրությունից առաջ հին Եգիպտոսի պատմության էջերում։ Ըստ պեղումների տվյալների, խաղի կանոնները և պարագաները լրիվ այլ էին։ Սակայն այդ խաղը կարող էր հանդիսանալ բիլիարդ խաղի նախահայրը, իսկ ավելի հստակ տվյալներ կան, որ առաջին բիլիարդի սեղանը պատրաստել է Անրի դե Վինեմը 1469 թվականին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի համար։ 2. Տարբեր ժամանակաշրջաններում բիլիարդը որոշ երկրների ղեկավարների և եկեղեցու կողմից արգելված խաղ է եղել։ 3. Բիլիարդի լավ խաղացողը խաղացողի համար մեծ նշանակություն ունի։ Տվյալներ կան, որ ամենաթանկ խաղացողը վաճառվել է 645,000 ԱՄՆ դոլար։ 4. Բիլիարդը ԱՄՆ-ի առաջին սպորտաձևն է, որով անց է կացվել աշխարհի առաջնություն։ Դա եղել է 1873 թվականին։ 5. Չեխ բիլիարդիստ Իրջի Կորնը հետաքրքիր ռեկորդ է սահմանել գցելով 434 գունդ մեկ ժամում։ 6. Նմանատիպ մի ռեկորդ էլ սահմանել է Փոլ Սալիվանը։ Նա 24 ժամում գցել է 16510 գունդ։ Այս ռեկորդը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ 7. Ժամանակին Վիրջինիայում բիլիարդն արգելված է եղել, և նա, ով կխաղար բիլիարդ, կարող էր ձերբակալվել, նույնիսկ եթե խաղում էր իր տանը։ 8. Ռուսաստանում բիլիարդը հայտնվել է ի շնորհիվ Պետրոս Առաջինի, իսկ Եկատերինա II հրամանով պանդոկներում տեղադրվել են բիլիարդի սեղաններ։ 9. ԽՍՀՄ-ում բիլիարդի գլխավոր սիրահարներից էր Ստալինը։ Նա շատ էր սիրում այդ խաղը և ուր նա գնում էր պետք է անպայման տեղադրվեր բիլիարդի սեղան։ 10. Եվրոպայում ամենամեծ բիլիարդ ակումբը գտնվում է Սամարայում։ Այնտեղ կա բիլիարդի 82 սեղան, որից 56-ը ռուսական բիլիարդի, իսկ 26-ը ամերիկյան փուլի։ 11. Չնայած նրան, որ ռուսական բիլիարդը մեծ տարածում ունի ԱՊՀ-ում, արևմուտքում չընդունվեց այս տեսակը, այնտեղ ավելի նախընտրում են փուլը և սնուկերը։ Господин посол, я в 2 словах можно представить, Россия участвует в турнире, кто участвует со стороны России? С российской стороны участников довольно много, это и сотрудники посольства, и вот я здесь директор нашего дома Москвы. Исходили из того, что должны играть те, кто может достойно представить нас всех. Вот. На самом деле это очень хорошая идея, такого рода мероприятия, это не просто спортивное, это прежде всего для меня это мероприятия, которые сплачивают людей, которые помогают укреплять межчеловеческие контакты, связи, и, как правило, эти события, они никогда не проходят бесследно, то есть всегда имеют какое-то продолжение позитивное и дают импульс, скажем так, новым идеям. Я думаю, что в этот раз, уверен, будет то же самое, мы эти новые идеи будем всячески поддерживать. Բիլիարդի լայնորեն տարածման խոչընդոտներից մեկը համարվում էր իր արժեքավոր գնդակները, որոնք պատրաստված էին փղոսկրերից։ 1860 թվականին մրցանակ սահմանվեց $10,000 նրան, ով կառաջարկի փղոսկրին փոխարինող նյութ։ Նա պետք է բավարարեր բիլիարդի գնդակների պատրաստման պահանջները, որոնք էին լինել ամուր, առածկական, դիմացկուն, հարվածին և խոնավությանը, հարթ և այլն։ Ամերիկացի գիտնական Խայետը նրանցից մեկն էր, ով որոշել էր հասնել այդ պարգևատրմանը։ 1869 թվականին նա պատրաստեց առաջին էժանակին բիլիարդի գնդակը, պատրաստված նյութով։ Այդ նյութը անվանում էին ցեյլուլիոտ,
որի համար գյուտարարը ստացավ սահմանված մրցանակը։ Այս նյութի շնորհիվ բիլիարդը որպես ուղեղի ճարպկությունը եւ հնարամտությունը զարգացնող սպորտաձև տարածվեց աշխարհով մեկ եւ հասու դարձավ հասարակության բոլոր խավերին։ Այսօրվա համար այսքանը ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, իսկ դուք երևեք մեր հաղորդումներին։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։